Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ասում եմ եւ անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ Պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ էլ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են Պաշտպանության նախարարության հետ։ Ես պատասխանեցի։